Լավ, ես շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին, որ տենց մեծ հաջողություն ունի։ Հույս ունեմ իր կենսագրության մեջ դա կնշի, որ մենք կորզեցինք խոստում։ Ես քանի ամիս է խոսում եմ դրա մասին։ Եվ եթե մի քիչ մտածեք եւ մտածեն, կիմանան ինչ փոխվեց եւ ինչի եմ հիմա եւ ինչի եմ ասում միջև տարվա վերջ։ Ինչն է պատճառը, որ ասում եմ միջև տարվա վերջ, բայց հրապարակ պամպահին գուցե կմեկնաբանեմ։ Չէ, ես ուզում եմ ասեմ, որ ասել եմ, որ փաթեթը հրապարակեմ միջև տարվա վերջ, դա պատճառ ունի, ինչի, որովհետեւ ես նախկինում ասել եմ, որ մենք կհրապարակենք։ Քանի ամիս առաջ եմ հրապարակային քանի ամիս առաջ եմ հրապարակային ասել, որ հանձնարարել եմ, որ պատրաստ են։ Ոչ, ընտրություններին ընդառաջ չի։ Ոչ, լավ, հիմա ասեմ, որովհետև հասկանում եք, ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵՀԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Իսկ Սերժ Սարգսյանի, այո, Սերժ Սարգսյանի նամակը հիմա ես հանձնարարել եմ գաղտնազերծման գործընթացը տեղի ունենում, չէ, ինչի ուղղված։ Այլ երկրի ղեկավարի ուղղված։ Ես այդ նամակի մասին Ես այդ նամակի մի րոպե ներողություն եմ խնդրում, ինչ կլինի, ես գնամ դուք հարցազրույցան։ Դե հերթու կարգ պետք է լինի, չէ։ Հիմա չեմ կարող ասել, կհրապարակեմ կտեսնենք։ Իսկ ռոբոտը բարի։ Հա, ռոբոտը դե ինչ ասեմ։ Հիմա գիտեք, ուշադիր նայեք, կտեսնենք, բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, հա իմիջայլոց, ես քանի որ հրապարակային առաջարկել եմ, կարծում եմ անարդար կլինի, եթե նույն առաջարկը ձեզ չանեմ, չնայած երեք պաշտպանության նախարար հետ խոսում էինք, որ պետք է այդ նույն առաջարկը ձեզ անեմ, որովհետև դուք տեսել եք, որ ես առաջարկել եմ, քանի որ շատ քննարկումներ կան, քննադատություններ կան, որ Հայաստանը պաշտպանության ծախսերը բան անում, կրճատում է, Հայաստանը զինաթափել է բանակը, էս արել են արել, ես լրագրողներին առաջարկում եմ առանց տեսախցիկների, առանց բանի, հա, նույնիսկ առանց գրիչների, եթե պայմանավորվում ենք, որ ինֆորմացիան կոնֆիդենցիալ է, առանց հեռախոսների եւ եթե որևէ մեկը ստանձնի ցուցակ ձևավորի են լրագրողների, ովքեր պատրաստ են նաեւ հետագայում որևէ կոնֆիդենցիալության կանոնները պահել, ես ձեզ պատրաստ եմ տանել եւ մոտիկից ծանոթացնել եւ շների հետ, եւ կատուների հետ, եւ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ, եւ դուք այդ հարցի պատասխանը անձամբ կտեսնեք, այդ բոլոր քննադատությունները հիմք ունեն, թե հիմք չունեն։ Ես իմիջայլոց, երբ որ նախկին 3 ղեկավարներին գրավոր այդ առաջարկը արել էի, վերջում մի նախադասություն էի գրել, այդ նախադասության տակ բովանդակություն կա։ Ինչ վերաբերում է ձեր հարցին կոնկրետ, գիտեք, հիմա օրինակ վաճառքում կան խանութում երևի, բայց վաճառքում կան, նայում ես Կալաշնիկովի ավտոմատը։ Բայց ինքը որսորդական զենք է, այսինքն ինքը ակոսափող զենք չի, որսորդական զենք է ազատ վաճառքում գտնվող։ Երբ որ հիմա մենք դա դնենք, նույն տրամաբանությամբ, եթե ես դնեի Կալաշնիկովի ավտոմատի նկար, որ մենք ձեռք ենք բերել, ինչ-որ մեկը կարող էր որսորդական խանութում ազատ վաճառքի մեջ, ընդ որում քանի տոկոս էր զեղչով այդ նկարը դնել, ասել դե տեսեք այդ։ Դե եւ նաեւ այդ է պատճառը, որ ես այս վերջերս հաճախ եմ առակած առաջինը մեջ բերում, որտեղ ասում է Մեսրոպ Մաշտոցի զուր չի թարգմանությունը սկսել այդտեղի ձև, մենք դա ավելի հաճախ պետք է հիշենք, որի մեջ կա նաև այս արտահայտություն, որտեղ ասում է ընկալել խոսքի բարդ դարձվածքները։ Մենք երբեմն շատ հեռու ենք մնում դրանից, համեցեք։
Պարոն Փաշինյան, Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում նաև հայտարարել է, որ պատերազմի ժամանակ երկրորդ թե երրորդ օրը հստակ չեմ հիշում, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա բանակցությունների, բայց դուք չեք լիազորել նրանց, ընդ որում բանակցությունները պիտի կայանային ոչ թե Վլադիմիր Պուտինի մակարդակով, այլ Լավրովի, եւ ձեր պատասխանը եղել է հետեւյալը, որ առանց այն էլ ԱԳՆ-ն ամենօրյա մակարդակում այդ բանակցությունները տանում է։ Նախ կուզենամ անդրադառնալ այս խոսակցություններին, արդյոք եղել է նման խոսակցություն թե ոչ, եւ Ռոբերտ Քոչարյանը արդեն որ երրորդ անգամ կասկածի տակ է դնում օգոստոսի 8-յան իրողությունները եւ խաղաղությունը, ասում է, որ դա մեկ անձի ցանկությունից եւ տրամադրությունից կախված փաստաթուղթ է եւ առաջարկում է երաշխավոր կողմերը ավելացնել, այսպես ասած Չինաստանը եւ Ռուսաստանը կարող են դառնալ երաշխավոր այդ երրակողմ պայմանագրին եւ մեկ հավելում են Ռոբերտ Քոչարյանը, որ 2026 թվականին հուսով է թուղթու գրիշ տայք գրեք, համ ոնց են հիշել։ Հուսով է հայ ժողովուրդը այդ սխալը չի գործի, դուք չեք վերընտրվի եւ ինքը գալով հանրային համերաշխություն կիրականացնի, որովհետեւ իր բառերով ասած դուք չարեք ձեր իշխանությունը նույնպես։ Դե հատկապես Ռոբերտ Քոչարյանի հույսը վաղուց մեռած պիտի լիներ, բայց ինչ որ դիմադրումը չենք հասկանում ինչի հաշվին։ Հաջորդ հարցը, հա, իմիջիայլոց այդ բանի հետ կապված, Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ կապված, ես հետո տեսա, որ ինչ որ տոնակատարություն է եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն ասում են փաստորեն ասում են Փաշինյանը քշերը չի քնել եւ բան արել, նայելա Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ես տանպես ամեն օր իմ աշխատանքային ժամը սկսվում է 5-ին, ժամը 5-ին եւ պիտի անկեղծ ասեմ, որ նույնիսկ ես որ իմացա, որ 5 թե 7 ժամանոց, այսինքն ես չգիտեմ, որ նոր ավարտվել այդ հարցազրույցը ընդհանրապես եւ 2 հոգու հավաքել եւ 5 ժամ խոսալ, այդ նշանակում է մարդը բան ունի, շփման ինչ որ խնդիր ունի։ Ճիշտ է, ես էլ 4 ժամանոց ասուլիս եղել է նույնիսկ 5 անում եմ, բայց այդ դեպքում լրագրողները, այսինքն բոլոր ցանկացող հավատարմագրված կառավարության բոլոր ցանկացող լրագրողները մասնակցում են։ Ինչ վերաբերում է երաշխավորներին, մենք արդեն երաշխավոր ունեցել ենք։ Եվ այդ երաշխավորի մասին մեր պատկերացումներն են, որ մեզ համար ստեղծել են այն խնդիրները, որոնք մենք ունենք։ Եվ դա ակնհայտ է։ Ինչ վերաբերում է, հա, ներողություն, ես ուզում եմ հարցնեից դուք երբանից եք լրագրող աշխատում, կներեք, վաղուց եք, բայց տասնյակ անգամ այդ թեմաներին անդրադարձել եմ։ 3 ղեկավարների գնալու, չգնալու եւ այլն եւ այլն։ Ես օթանավն եմ տրամադրել, ասել եմ ուզում եք գնաք, որ ուզում եք գնանք։ Այսինքն այդ թեման ինչի, այսինքն իրենց ընդունեք այնպես, օրինակ ինչպես մեզ կընդունենք, որովհետև ասում է պետք է ամեն դեպքում իշխանությունից բան լիներ։ Դե հիմա դուք ինձ ստիպում եք էլի անցնեմ խոսակցությունների ժանրին, ես Ռուսաստանի գործընկերներին ցույց եմ դրել, որ եթե իրանք ուզում են իրանց հետ շփվեն, ես դեմ չեմ։ Այսինքն իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք, հա, այսինքն ասեի, որ իրանք իրեքով են Հայաստանի վարչապետը։ Այդ ինչ է նշանակում, այդ ինչ արտահայտում, իրանք կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք։ Այդ ինչ է նշանակում։ Այսինքն ասեի, իրանք իրեքով տրիումվիրատ է Հայաստանում ձևավորվել, ես այլևս Հայաստանի վարչապետ չեմ, իրանք իրեքով են Հայաստանի վարչապետ։ Բայց պատերազմը հանրային ժամանակ նախագահի հա, փաստորեն իրանք չեն ճանաչում, պետք է ես ասեի, որ իրանք Հայաստանի նախկին հարգելիներս, իրանք ասել են, որ տեն ցանկությունն են, ես ասել եմ, խնդրեմ, օթանավն էլ ասել են, վերցրեք գնացեք, որի վրա գրած է Հայաստան, թող գնային։ Եվ 29000-ի մասով պարոն Փաշինյան այդ մասով չպատասխանեցիք, ասում է սահմանափակում եք, երբ որ պահանջներ չունեք, սահմանափակում եք այդ 29000-ի մեջ, մեզ արդեն գործոն չեն ընկալում։ Դե գիտեք, այդ թեմային էլ եմ տասնյակ անգամներ անդրադարձել։ Այդ խնդիրը, այդ հայցակարգը, որ երբ որ մենք ասում ենք սա մեր ինքնիշխան տարածքն է, մեր սահմանն է, այդ ճիշտ է, որ մենք մեզ սահմանափակում ենք։ Դա ճիշտ է։ Բայց դա վատ է, որ մենք մեզ սահմանափակում ենք։
որովհետև մենք այդ սահմանով մենք մեզ սահմանափակելով, այդ սահմանով նաև ուրիշներին ենք սահմանափակում։ Եվ երբ որ ես ասում եմ, որ լեգիտիմությունը պետք է անգնի մեր արտաքին անվտանգության հիմքում, հենց դա նկատի ունեմ։ Երբ որ ասում եմ, որ 18 տարեկան մեր երեխեքին տանում ենք խրամատում դնում ենք եւ ասում ենք մենք մեզ չենք սահմանափակում։ Ուրիշներն ասում են շատ լավ, դուք ձեզ չեք սահմանափակում, մենք էլ չենք սահմանափակում։ Եթե մենք ասում ենք, որ այստեղ սահման չկա, եւ հետեւաբար այդ սահմանը մեզ չի սահմանափակում, ուրիշներն էլ ասում են շատ լավ, եթե սահմանը ձեզ չի սահմանափակում եւ այդտեղ սահման չկա, ուրեմն մեզ էլ չի սահմանափակում։ Դե եկեք տեսնենք, ում ավելի շատ կսահմանափակի եւ ում պակաս կսահմանափակի։ Եվ ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Հիմա օրինակ ես ձեզ ասում եմ, որ եկեք ես պատրաստ եմ հրավիրել լրագրողներին եւ գնանք ձեռք բերենք մեր սպառազինությունները։ Հարց չի ծագում, ինչու մենք այդ սպառազինությունները, որ այսօր ձեռք ենք բերում, ինչու ձեռք չենք բերում օրինակ նախկինում։ Իսկ նախկինում ձեռք կամ ինչու ենք հիմա կարողանում ձեռք բերել, իսկ նախկինում ոչ։ Ես դրա մասին կարծեմ հրապարակային գրել էի։ Կետերից կարևորագույնը մեկը այն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա։ Եվ այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում են ամենայն հարգանքով, բայց մենք ձեզ սպառազինություն չենք կարող վաճառել, որովհետև մենք չունենք երաշխիք, որ դուք այդ սպառազինությունը չեք օգտագործի ձեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն չեք տեղակայի տարածքներում, որը չի հանդիսանում ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Սահմանը դրա համար է։ Եվ առաջին բուֆեր, ես առաջկայում սրա մասին, բայց լավ հրապարակային մանրամասն խոսելու եմ, էլի չպատմեմ ամեն ինչ։ Վարչապետ իրար հաջորդելով հարցազրույցներ տվեցին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, արդեն տեսել եք ձեզ մեղադրեցին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու մեջ, պատերազմ հրահրելու մեջ, փոխ լրացնող էս իրար շարունակող հարցազրույցները ինչ միտում ունեն ձեզ։ Այդտենց բան են ասա։ Ես Ղարաբաղը ես դուրս եմ թողել բանակցային գործընթացից, հա, ասել եմ։ Բանակցային Փակուղի եք մտցրել, այսինքն